Հարգելի հայրենակիցներ, մեր երկու խմբակցություններով ներկայացրեցինք այս նախաձեռնությունը եւս մեկ անգամ որպեսզի համոզվեք, որ քաղաքական մեծամասնությունը, այսինքն քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը պատրաստ չէ ոչ միայն օրենքով նախատեսված իր պարտականությունները կատարելու, այլ լիարժեք եւ ամբողջությամբ դատախվել է ամբողջ ծավալով դատախվել է բռնությունը, անհանդուրժողականությունը, ատելությունը քարոզելու գործին։ Եվ քանի որ պարոն Ռուբինյանը վերադարձել է դալիճ, երեսպաշտության բացահայտման բացարձակ մրցանակակիր պարոն Ռուբինյան, սա դասական օրինակն է այդ ձեր մեծամասնության կողմից ցուցաբերվող։ Երբ որ առանձին падգամավորներ ելում են ասում են դե անընդունելի վարքագիծ էր, բայց ամբողջ մի խմբակցություն հերոսաբար պայքարում է, որ իրեն չքննեն այդ վարքագիծը։ Ավելին, ոչ մենակ չքննեն, այլ վերագրեն ընդդիմությանը բաներ, որոնք որ իրականության հետ բացարձակ կապ չունի եւ իմ գործընկերը արդեն ներկայացրեց, որ падգամավորական էթիկայի հանձնաժողովի կարգավորման տիրույթությունն է դուրս այդ հարցերը։ Մենք հիմա խոսում ենք կոնկրետ падգամավորների վարքագծի մասին։ Ու տպավորություն է, որ մենք եկել ենք, հարգելի հայրենակիցներ, մեծամասնությանը համոզում ենք, որ բերեք իրար հետ քննենք բռնությունը դատապարտելու, անհանդուրժողականությունը դատապարտելու մեխանիզմ։ Ու իրանք էլ ասում են ոչ, պատասխանատվությունը ձերն է, մեղքը ձեզ, ամբողջը ձեզ, բայց ի վերջո հանրությունը, հասարակությունը հստակ պիտի տեսնի նաև, թե ով է իրականում, որ ունենալով մանդատ զրկում հարցը քննարկելու իրական հնարավորությունից։ Ինչ վերաբերում է հանդարտ չհարկմանը էթիկայի ապագա հանձնաժողովի մասով, այդ պահանջը առաջադրող առաջին եղել ենք մենք, պարիտետային սկզբունքով։ Շատ լավ է, որ մեծամասնությունը ուզում է գնալ այդ տարբերակին, բայց սա չի նշանակում, որ այն ինչ որ տեղի է ունեցել, պետք է աշկաթող անել։ Մանավանդ որ ապագայում ստեղծվելիք էթիկայի հանձնաժողովը ոչ մի անդրադարձ չի կարող ունենալ այս հանձնաժողովի կամ այս հարցի քննարկման շրջանակներում։ Հետևաբար, ավարտելով խոսքս, շատ պարզ բացահայտում եւս մեկ անգամ քաղաքական մեծամասնությունը արդարացնում է բոլոր անհանդուրժողականությունը, բռնությունը, ատելությունը, որոնք վերաբերում են ընդդիմադիր հատվածի նկատմամբ։ Ավելին, նա ունակ չի, պատրաստ չի քննարկելու իրենց իշխանության մաս կազմող անձի հակաօրինական վարքագիծը։ Սա է իրական իշխանության դեմքը։